Տիկին Վարդանյան, արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց ըստ էության ասելով, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռքերը ամբողջովին լվանում է Արցախի հարցից։ Ձեր կարծիքով այս փուլում նման հայտարարության տարածումը ինչ նպատակ ունի։ Հայտարարությունը պատասխանում է Ադրբեջանի հայտարարության իրականության մեջ եւ հաստատում է Ադրբեջանի հայտարարության, որ Իլհամ Ալիևն չէ հայտարարել գործընկերոջ հետ հանդիպման իր գործընկերոջ, որ Հայաստանը այլևս բանակցությունների սաղանին որևէ կերպ առաջ չի տանում արցախահայերի իրավունքների պաշտպանության հարցը եւ դրա արձագանքն էր ԱԳՆ հայտարարությունը եւ ըստ էության հաստատելով Իլհամ Ալիևի պնդումը փորձ էր ԱԳՆ հայտարարությունը ուղղակի մեղքը բարթել, քաղաքացիական նոխազներ գտնել ու մեղքը բարթել, այսինքն սկսել մեկնաբանել ինչն է դրա պատճառը ու մեղքը բնականաբար բարթել Նիկոլ Փաշինյանից բոլոր հնարավոր այլ սուբյեկտների վրա ու այս դեպքում այդ սուբյեկտը Արցախի ժողովուրդը դրա օրինական ընտրված ներկայացուցիչներն էին եւ հղում էին կատարում Սամվել Շահրամյանի ստորագրած փաստաթղթին 2023-ի, որին ես ուղղակի պարտք եմ համարում հիշեցնել, որ որևէ մեկը հղում չի կատարում, անգամ Իլհամ Ալիևը այդ փաստաթղթին հղում չի կատարում։ Իլհամ Ալիևը Արցախի վրա իր իրավազորության հաստատման համար հղում է կատարում բացառապես Փաշինյանի ստորագրած հայտարարություններին եւ Փաշինյանի հայտարարություններին եւ հիմա մենք ունենք մի աբսուրդ իրավիճակ, երբ հրաժարվում են մարդիկ ճանաչել Արցախի հանրապետությունը, Արցախի ինքնորոշման իրավունքից են հրաժարվում, բայց մի փաստաթուղթ, որը Սամվել Շահրամանյանը ստորագրել է, որը իրավական ուժ չունի, չէր կարող ունենալ, դրա հղում կատարելով ասում դա է եղել պատճառը։ Սա փորձ է հերթական անգամ մաքրել Նիկոլ Փաշինյանի ձեռքերը եւ մեղքը բարթել այլ սուբյեկտների վրա։ Միայն դրանով կարող եմ մեկնաբանել եւ ուղղակի ասել, որ Ալիևի փաստաբանությունը կատարելով հասել են այնտեղ, որ Հռոմի պապից ավելի կաթոլիկ վարքագիծ են դրսևորում ու հղում այդպիսի փաստաթղթերի, որ Ադրբեջանի հղում չի անում։ Սա եթե այսքան ողբերգական չլիներ, շատ ծիծաղելի կլիներ։ Տիկին Վարդանյան, հիմա արցախցիները բողոքի ակցիաներ են անում, բայց նրանց պահանջները կարծես ապաքաղաքական են եւ ավելի շատ սոցիալական։ Ինչու արցախցիները Նիկոլ Փաշինյանի հեռացման հարց չեն դնում։ Ես չեմ կարող պատասխանել ինչու չեն դնում այս փուլում կամ երբ կդնեն, արդյոք կդնեն թե չէ, ես կարող եմ ասել, որ ապաքաղաքական պահանջներ չկան, ամեն ինչ է քաղաքական, այդ թվում նաև սոցիալական պահանջները։ Ես ուրախ եմ, որ ի վերջո կոնկրետ հասցեատերի են ուղում պահանջները եւ հարցերը, որտեղ այո, դա պետությունն է, այլ որևէ սուբյեկտ չկա, որ կարող է այդ հարցերը լուծել եւ ունի պարտականություն այդ հարցերը լուծելու եւ եթե սոցիալական հարցերով է բողոքը, որևէ կերպ չեմ թերագնահատում այդ բողոքը, այսինքն ինձ համար կապ չունի, որ վայ ինչու է հիմա սոցիալական հարցերը բողոքում։ Գիտեք, այնպիսի վիճակում են մարդիկ, որ այդ սոցիալական հարցը կարող է այլ մարդկանց համար ինչ-որ մանր հարց լինի։ Դա կեսական նշանակություն ունեցող հարց է, ամեն ինչ կորցրած եւ այս պետության խնամքի հույսին մնացած մարդկանց համար եւ պարտականություն է դա նաեւ, հետեւաբար պատասխանատվությունը, որը պետական իշխանության մարմինների պարտականություն է, եթե չեն կատարում, բա ում պիտի բողոքեն։ Դա արդյոք այլ բանի կվերաճի, այլ պահանջի կվերաճի, չգիտեմ, արդեն Արցախահայերը ուներ շտաբ, որը կարգավորում է այս հարցերը, կարծում եմ ինձ պետք է եղել։